Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի Նևինոմիսկ և Կրասնոդար քաղաքներում գտնվող Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնների վրա։ Տեղեկությունների համաձայն թիրախներից մեկը Կրասնոդարում գտնվող Վայլդբերիսի խոշորագույն և կարևորագույն լոգիստիկ կենտրոններից է։ Հարվածների հետևանքների, վնասների ծավալի և հնարավոր տուժածների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն կփոխարինի գեներալ Միխայիլ Դրապատին։ Զելենսկու խոսքով որոշումն ընդունել է պաշտպանության ոլորտի ղեկավարության հետ անցկացված քննարկումներից հետո։ Կադրային փոփոխությունը տեղի է ունենում երկրի մի շարք քաղաքներում անցկացված բողոքի ակցիաներին զուգահեռ։ Ցուցարարները պահանջում էին Սիրսկու հրաժարականը։ Դրապատին նախկինում ղեկավարել է ուկրաինական զինված գործողությունները Խերսոնի ուղղությամբ, գլխավորել Խարկովի օպերատիվ խմբավորումը և զբաղեցրել ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։ Իրաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսության մոտ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են պայթուցիկներ տեղափոխող 3 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նախնական տեղեկություններով հարձակումը կանխվել է։ Զոհերի և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունների միջոցով կարգավորել Իրանի շուրջ ճգնաժամը, սակայն նրա խոսքով Թեհրանը լուրջ չի վերաբերում այդ գործընթացին։ Reuters-ի փոխանցմամբ Ռուբիոն նշել է, որ եթե Իրանը պատրաստ լինի իրական բանակցությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես պատրաստ է երկխոսության։ Հակառակ դեպքում Վաշինգտոնը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր սեփական և դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։ Պետքարտուղարը նաև զգուշացրել է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերահսկողությունը վտանգավոր նախադեպ կստեղծի միջազգային ծովային առևտրի համար, ընդգծելով, որ որևէ պետություն չպետք է կարողանա վերահսկել միջազգային ջրային ուղիները կամ սպառնալ նավարկությանը։ Միաժամանակ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը 11-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ պայթյուններ են լսվել Թեհրանում, Չաբահարում, Քոնարակում և Բուշերում, որտեղ տեղակայված է երկրի միակ ատոմակայանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ծախսերը հասել են 37.5 միլիարդ դոլարի։ Հեքսեթի խոսքով այդ գումարը ներառում է ինչպես արդեն կատարված, այնպես էլ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը նախատեսված ռազմական ծախսերը։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսից խնդրել էր լրացուցիչ 90 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որի զգալի մասը նախատեսված է Իրանի հետ հակամարտության համար։ Հնդկաստանում ընձառյուծը ներխուժել է ալկոհոլային խմիչքների խանութ, հետապնդել վաճառողին և դարակներից վայր գցել շշերը։ Միջադեպի պահին վաճառողին հաջողվել է հեռանալ վտանգավոր գոտուց։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Իտալիայի Բոլոնիա քաղաքում մարոկացի ներգաղթյալ Աբդերահիմ Ֆաքիրի մահից հետո կազմակերպված բողոքի ակցիան վերածվել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների։ 42-ամյա Ֆաքիրը մահացել էր հուլիսի 19-ին ոստիկանության կողմից ձերբակալվելու ընթացքում։ Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել անզգուշության մահ պատճառելու հոդվածով և քննություն է սկսվել ինչպես ոստիկանների, այնպես էլ շտապօգնության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ։ Ֆաքիրի մահից հետո Բոլոնիայի քաղաքապետ Մատեո Լեպորեն քաղաքացիներին կոչ էր արել մասնակցել բողոքի ակցիային, որին միացել էին մի քանի հազար մարդ։ Սկզբում խաղաղ ընթացած հավաքը հետագայում վերածվել է անկարգությունների։ Ցուցարարների մի մասը ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ առարկաներ են նետել, ինչին իրավապահները պատասխանել են ուժի կիրառմամբ։ Դատախազության տվյալներով տուժել է ավելի քան 60 ոստիկան։